Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգ» սերիալում վերջապես եկավ այն օրը, որին այսքան երկար սպասում էին թե հերոսները, թե հանդիսատեսը և թե ստեղծագործական խումբը։ Այն իրականություն դարձավ։ Կայացավ Անգելինայի և Հենրիի հարսանիքը։ Այսօր տեղի ունեցավ սերիալի ամենասպասված տեսարանը՝ գլխավոր հերոսների ամուսնության արարողությունը։ Նկարահանումներն անցկացվեցին բարձր տրամադրությամբ, հանդիսավոր մթնոլորտում։ Բոլորը դերասաններից մինչև ռեժիսորական խումբ վայելում էին յուրահատուկ օրը, քանի որ այս հարսանիքը ոչ միայն կարևոր փուլ էր սյուժեի համար, այլ նաև մի ամբողջ էմոցիոնալ գագաթնակետ, որին բոլորը պատրաստվել էին ամիսներով։ Հենրին ու Անգելինան ամուսնացան իրենց ծնողների համաձայնությամբ։ Ճիշտ է, այդ համաձայնությունը լի էր տարբեր անձնական շահերով, սակայն ոչ Հենրին, ոչ էլ առավել ևս Անգելինան լիարժեք չեն գիտակցում, թե իրականում ինչ բարդ խաղի մեջ են ներքաշված։ Այս պահի դրությամբ Անգելինան հավատում է, որ ամեն ինչ ընթանում է սիրո ու վստահության հիման վրա, բայց շատ շուտով նա կարող է կանգնել դաժան ճշմարտության առջև, որը գլխի վայր կշրջի նրա կյանքը։ Դիտեք այս տեսանյութը մինչև վերջ և մենք ձեզ կներկայացնենք բացառիկ կադրեր հարսանիքից։ Իսկ մինչ այդ անցնենք մեր թեմաներին։ Միևնույն ժամանակ մենք ստացել ենք բացառիկ տեղեկություն, որը վերաբերում է Սոսին։ Նա արդեն վստահ է, որ Անգելինան իր կենսաբանական դուստրն է։ Հենրիի խոսքերից հետո, երբ նա ասում է, թե արդեն գնացել է ավագից Անգելինայի ձեռքը խնդրելու, Սոսը մտահոգվում է ու սկսում վերլուծել բոլոր վերջին իրադարձությունները։ Հիշում է նաև ավագի տարօրինակ պահվածքը։ Հետո Անգելինայի անսպասելի այցն իր տուն և արդյունքում գնում է ավագի մոտ ճշմարտությունն իմանալու։ Սակայն ավագը ամեն ինչ հերքում է, վախենալով դստեր հանդեպ վստահությունը կորցնելուց։ Սոսի համար, սակայն, այս փուլում ամեն ինչ պարզ է։ Նա Անգելինայի և Հենրիի հարսանիքի օրը մեծ ծաղկեփունջ է ուղարկում հարսին, որի մեջ դրված է բացիկ։ Երբ Անգելինան կարդում է բացիկի գրությունը, այն մեծ զարմանք է առաջացնում։ Գրությունն ակնարկում է, որ Հենրին գիտի ճշմարտությունը իր ծնողների մասին, սակայն լռել է և ոչինչ չի ասել։ Անգելինայի համար սա դառնում է մտորումների նոր աղբյուր և հավանական է, որ հենց այս պահից սկսի նրա կասկածների շղթան։ Իսկ այժմ անդրադառնանք ևս մեկ, արդեն շատ տխուր ու լուրջ թեմայի։ Աննան ունի լուրջ առողջական խնդիրներ։ Վերջերս նրա մոտ կրկնվող ուշագնացությունները հանգեցրել են բժշկական հետազոտությունների, որոնց արդյունքում կա կասկած, որ նա ունի էպիլեպսիա։ Բժիշկները Միքայելին և Հենրիին ասում են, որ պետք է լինել շատ ուշադիր Աննայի հանդեպ, հատկապես հաշվի առնելով, որ նա հոգ է տանում իր փոքրիկի մասին։ Ուշագնացությունը կարող է կրկնվել ցանկացած պահի, ինչը վտանգավոր է ոչ միայն Աննայի, այլ նաև երեխայի համար։ Հենց այս հանգամանքներից ելնելով Միքայելը որոշում է ընդունում։ Նա կարծում է, որ ամենաոչ վտանգավոր տարբերակն այն է, որ Աննան ապրի իրենց տանը։ Այս կերպ հնարավոր կլինի մշտապես հետևել նրա առողջությանը և անհրաժեշտության դեպքում արագ արձագանքել։ Այս որոշումը, սակայն, մի կողմից հումանիտար է, մյուս կողմից կարող է նոր լարվածություն առաջացնել արդեն իսկ բարդ հարաբերությունների ցանցում։ Ինչպես միշտ, վերջին զանգում ամեն հանգիստ պահից հետո գալիս է նոր փոթորիկ։ Հարգելի հետևորդներ, արդյոք Սոսը Աննային կասի ճշմարտությունը Անգելինայի մասին։ Գրեք մեկնաբանություն։